Արև ձեզ։ Ես շուտ չեմ եկել, դուք եք ուշացել, ինչպես միշտ։ Ավելի ինգեր Ֆարադեի 5 րոպեից կողմ, 5 րոպեին կողմ։ Եկա ոչ մեկս ոչ քիմիկոս, ոչ ֆիզիկոս չենք դառնալու։ Լսի տղա ջան, դու գիտես թե մեր Հայաստանին ինչքան քիմիկոսներ ու ֆիզիկոսներ են պետք։ Այն տպավորությունն է, որ Հայաստանում ինչքան խնդիր կա, մենակ մեր դասարանը պետք է լուծի։ Միայն ձեր դասարանի վրա չի դրված այդ խնդիրները։ Եթե յուրաքանչյուրը գոնե մեկ խնդիր լուծի, մեր հայրենիքի խնդիրները կպակասեն, պարզ է։ Լավ էլ ինգեր Ֆարադեի, դուք եմ ոնց որ այդ խնդիրների մեջ եք, հա, դրա համար եք այսօրին։ Ես փորձում եմ, այո, ես էլ եմ դրա մեջ, փորձում եմ օգտակար լինել իմ հայրենիքին։ Լավ էլի դու էլ հավես ունես խոսացնում։ Լավ, լռում ենք ու տետրերը բացում ենք, շուտ։ Մենք այսօր նոր դաս ենք սովորելու։ Լավ այսօր է փորձ չենք անելու։ Լավ էլի ինչ։ Հա ինչ մարը սխալ եմ ասում։ Ամեն անգամ այդ փորձերը փորձենք են դառնում գլխնից։ Միքայել լուր ասեցի։ Բոլորը տետրերը բացում եք, չեմ տեսնում բոլորի տետրերը։ Մենք այսօր նոր դաս ենք սովորելու։ Ահա, հիմա ես կբացատրեմ դասը։ Լավ, հասկացա։ Իրիկունը կգնամ տուն, կզանգեմ, կխոսենք։ Ինչ լավ է, որ դու այստեղ ես դուքին է։ Եթե ես հենց հիմա քեզ հետ իմ մտաբախություններով չկիսվեմ, ապա անմիջապես կնվաղեմ։ Ինչ ա եղել, Մորքուր ջան։ Չգիտեմ ինչպես ասեմ, բայց եթե չասեմ, այդ ինֆորմացիան ինձ կմաշեցնի։ Ոնց հասկանում եմ, լուրջ բան ա եղել։ Այն էլ ինչպիսի լուրջ, այնքան լուրջ, որ վախենում եմ, որ շատ շուտով մեր դպրոցը կհայտնվի դեղին մամուլի էջերում։ Չասես, որ էլի թեժգից են զանգել։ Չէ, մեր բուֆետի նոր աշխատակցուհուն տեսել ես։ Տիկին Ահունին։ Այո։ Հա, տեսել եմ, ծանոթացել եմ, մի քիչ էլ հետը շփվել եմ։ Ասում շատ հաճելի կին ա։ Բայց ինչի համար ես հարցնում որ։ Չգիտեմ ինչպես ասեմ։ Թորոսը սիրահետում էր նրան։ Էդ ոնց։ Հենց այդպես ոնց են սիրահետում, քնքուշ, սիրառատ խոսքեր է ասում, այնպես է խոսում, որ խեղճ աղունը քիչ է մնում պաղպաղակի նման հալվի։ Ինչ ես ծիծաղում դուքին է։ Դե որովհետև քո ասածը ծիծաղալու ա։ Թորոսը տարիքն առած մարդ ա, ամուսնացած, թորնատեր, ինչ ես խոսում Մորքուր։ Ինչ ես հավատում։ Իմ ականջով եմ լսել, թե ինչպես էր նա աղունին քնքուշ խոսքերով դիմում։ Լավ, Մորքուր ջան, այդ քնքուշ խոսքեր ասելով, ինչի նկատի ունես։ Ասում էր աղավնյակս, արի թուշըտ պաչեմ։ Ու ինչ, աղոնը ինչ արեց, ինչ ասեց։ Աղունն էլ ասեց անամոտ բաբնիկ։ Դուխիկ, մենք պետք է պարզենք, թե ինչ կա Թորոսի գլխում, որ կարողանանք կանխել այդ ամենը։ Չմտածես Մորքուր, ես ամեն ինչ կպարզեմ, ու նենց կանեմ, որ ինքը չի կարողանա այս դպրոցի պատիվը գետնով տալ։ Լիդիա սիրելիս, վերջապես վերադարձար, այնքան ուրախ եմ, որ հիմա ուրախությունից կնվաղեմ։ Այո, Տիկին Լանջունի, ես էլ եմ ուրախ, ինչպես ասում են, հին և լավ ավանդույթները շարունակվում են, կարծում եմ, որ կարող ենք օրը սկսել մեկ բաժակ սուրճով։ Դուխին է մեզ համար 2 բաժակ սուրճ բեր։ Սերով դուխին եմ, աղով չէ, սերով հիշում ես չէ։ Ես ձեզ ասում եմ շտապօգնություն կանչեք, իսկ դուք ծիծաղում եք։ Լավ էլի ինգեր Ֆարադեի, շտապօգնություն կանչեն գա ինչ անի, կոշիկները թանի, թե քեզ գետնից պոկի։ Գա ինձ փրկի ձեր ձեռքից։
որովհետև ես այլևս անկարող եմ դիմանալ ձեր այս անարդար վերաբերմունքին։ Պարոն Ֆարադեյ, հորս հարած է չորգում եմ ինչ ա եղել, բայց հեսա մի բան կան։ Կարամ իմանամ ինչ եք աղում։ Չեք մտածում, որ կարող է կողքիների խանգարել։ Ֆարադեյ, դու ինչ ես գետին, ինչ ես ուսումնասիրում։ Մայոր Շահնազարյան, մենք բան չենք արել։ Ուղղակի պարոն Ֆարադեյը մեզ ծիծաղեցնում է։ Ինչ լավ է, որ եկաք, հարգելի գոլեգա։ Եթե հնարավոր է, շտապ զանգեք, շտապ օգնություն թող գա։ Ինչի համար քեզ վատ ես զգում։ Մի հատ գետնից վեր կաց էլի։ Չեմ կարողանում։ Ինչա նշանակում չեմ կարող։ Շահնազարյան, չես պատկերացին, թե ես հիմա ինչ վատ վիճակի մեջ եմ, ներվերս ամբողջությամբ լարվել է, նորից գլուխ է բարձրացնում իմ վախը, այնպիսի տպավորություն է, ասես թթվածինը վերջանում է։ Ես մարդինա վատ ազգում դուք ծիծաղում եք։ Ինչ որ ցավող տեղ ունես, Ֆարադեյ, որ ուզում ես շտապ օգնություն կանչենք, ասա, որ հասկանամ ինչ օգնություն կարանք ցույց տանք։ Այո, ես ցավոտ տեղ ունեմ, այնպես է ցավում, որ ես չեմ կարողանում, ոչ աճ անել, ոչ ձախ։ Ֆարադեյ, որտեղ է դա ցավում։ Կոշիկներս են ցավում։ Ինչ ես խոսում։ Ոնց կարող են կոշիկները ցավել։ Հավատա, այնպես է ցավում, որ ես չեմ կարողանում աճ գնալ կամ ձախ, կամ էլ հակառակը։ Նայիր բան, կարծես հաշմանդամներ լինեն, կպել են հատակից ու չեն պոկվում։ Տեսնում ես բան, նրանք անեացել են, ասես մայրամուտի հոգիներ լինեն։ Հիմա պարզ ուղիղ հարց եմ հնչեցնում։ Ինչն է պատճառը, որ պարոն Ֆարադեյի կոշիկները կպել են հատակին ու չեն պոկվում։ Հարցը նորից հնչեցնեմ, թե կպատասխանեք։ Պարոն Շահնազարյան, անկեղծ եմ ասում, հենց մեկը ես տեղյակ չեմ։ Մենք կանք էր Ֆարադեյը արդեն նստած էր։ Ուզում էր դուրս գալ չկարողացավ։ Ուզում ես ասես դուք ոչ մի բան չեք արել, բայց Ֆարադեյի կոշիկները կպել են հատակին, հա։ Լավ, դուք մինչև պարզեք, թե ով է իմ գլխին սարքել, ես մտածում եմ, որ լավ կլինի, որ ես իջնեմ ու դեղահապ խմեմ։ Ինձ հիմա դա շատ է հարկավոր։ Բայց պարոն Ֆարադեյ, որ ձեր ոտքերը կապած է, ոնց եք գնալու։ Հենց այսպես։ Ես պետք է գնամ այստեղից, որ փրկվեմ։ Ես ավելավ է գնամ, հաջողություն։ Նստեք։ Ես էլ քեզ եմ ման գալիս։ Այ կոմաս դուխիկ ջան, վայ, հենց անսպասել ես հայտնվում, որ տերերն քարքան դալում։ Ոչինչ, ջուր խմի կանցնի Սիմոնյան։ Սուս։ Այ դուխիկ ջան, մեռա քեզ ասելով, այ ցավը տոնեմ։ Ասեն կողից մեկը կլեսի, չէ։ Շապատը ուրփաթի շուտ կգա։ Ես ներ դրան պատրաստ չեմ հասկանում ես դուխիկ ջան, այ։ Որ գիտեմ Սիմոնյանն ես, չեմ կարող քեզ բարեղամյան ասեմ։ Բայց հիմա այդ կարևոր չի։ Եկել եմ ասեմ, որ ընկերոջդ գլխին մոխրագույն ամպեր ա կուտակված, թող զգուշ լինի։ Ընկերոջ ես։ Այսինքն Թորոսից մասին ա խոսքը։ Հա, Թորոսի։ Բայց եթե ինչ հավոր է Թորոսը, դուխիկ ջան, վարտու մկա այդպես ես խոսում։ Այն ա եղել, որ որոշել է ջահել տարիները հիշի։ Դպրոցի աշխատող կանանց ա սիրահետում։ Լանջունին էլ իմացել է ու կատաղած ա։ Ոյ քերը։ Բայց
Դուք ջան, ես ասել Թորոսին 1000 տարի ճանաչում եմ։ Ինձ շատ ավանդապաշտ մարդ է։ Ինքը իր կնոջ է երեխեքին նվիրված ժողովուրդ է։ Դե ես էլ տենց գիտեի, բայց պարզվում է, որ այդքան էլ տենց չի։ Դե լավ, ասենք հիմա մեծ մարդ է, դուք ինչ ասենք կարող է երկրորդ շնչառությունն է բացվի, հասկանում ես, ասենք մարդի սիրտը կարող է թազա սեր է ուզում։ Հեսա որ համահանի, Լանջունին իր գլխին նենց սեր կբերի, որ էլ ասելու չի։ Լավ, Թուխիկ ջան, ասենք մակա դու ինչ ես ինձ եդու ասում։ Ինձ արես դու ինչ ես ակնկալում, ասենք ինչ պետք է անեմ ես, հա։ Հիմա ասեմ։ Առաջին, ուզում եմ, որ դու իրան հետևես, ու եթե հանկարծ ինչ-որ բան նկատես, ինձ ասես, որ մենք կարողանանք հետը խոսենք ու հետ պահենք այդ վատ քայլերից։ Օ, բորզա, բայց հեմիկվանից էլ լավ խոսալու ժամանակ Թուխիկ ջան։ Ինչի՞ հիմա չես խոսում, լավ էլ առիթ է։ Չէ, տենց չեմ ուզում։ Սենց ասած ուզում եմ իմ աչքով տեսնեմ, որ համոզվեմ։ Եթե կարելի է Թուխիկ ջան, կարամ մի հատ բան հարցնեմ քեզի։ Ասա։ Շատ հետաքրքիր է, ասեմ Թորոսի հետ ում հետ է սիլիբիլի օրը, որ Լանջունին էլ նկատել է ու այդպես կոտաղել է, հա։ Ասեմ։ Բուֆետի աշխատող աղունի հետ։ Վայ քույրը, լուրջ ես ասում։ Իմ արև ես եմ մեղավոր։ Ես եմ մեղավոր։ Ես եմ ծանոթացել Թորոսին ու բանին ու աղունին։ Ոյ, Սիմոնյան ուզում ես ասես, որ դու չծանոթացնեիր, ուրեմն Թորոսը չէր գնալու բուֆետ, աղունին չէր տեսնելու, չէր ծանոթանալու, հա։ Պրինցիպի ճիշտ ես ասում, էդ էլ հնարավոր։ Ես իմ ասելիքը ասեցի։ Հենց ինչ որ բան նկատում ես, զանգում ես Դուխիկին, պարզա։ Խա Դուխիկ ջան, դու ոնց ասես, ես այդպես կանեմ։ Ոյ, մարդի ինչ լավ։ Տիկին Լանջուն, ես ձեզ ասում էի, որ անպատժելիությունը նոր արհավիրքների է բերելու։ Քանի անգամ եմ ասել, որ Արև Շատյանի դասղեկական դասարանը ցրել է պետք է այդ դասարանը պատժվի։ Անուշը շատ հեռու է դասղեկությունից, ես էլ չգիտեմ ոնց ասեմ։ Ախ Լիդիա սիրելիս, ես նվաղում եմ։ Տիկին Լանջունին նվաղել պետք չի։ Պետք է ուղղակի այդ դասարանը ցրել եւ ազատվել գլխացավանքից, այդքան բան։ Երևի դու ճիշտ ես։ Երևի չէ, Տիկին Լանջուն, ես հաստատ ճիշտ եմ։ Երեք հոտածուկ եմ բերել գցել Մկրտչյանի պայուսակի մեջ, վաղներ շնաձուկ կբերեն ու կստիպեն, որ Ֆարադեին կուլ տա։ Այս երեխաներից ամեն ինչ սպասելի է։ Ախ Լիդիա, քո այդ խոսքերը իմ սրտում սարսափ են առաջացնում։ Միթե ստիպված եմ լինելու ցրել այդ դասարանը։ Միթե այլ տարբերակ չկա։ Չկա, Տիկին Լանջունի, չէ, ու էլի չէ, չկա։ Այդ դասարանը կարգի բերելու միակ տարբերակը երեխաներին տարբեր դասարաններով ցրելն է, որովհետև իրենք միասին մի դասարանի մեջ պայթյունավտանգ են, թե դպրոցի համար, թե ուսուցչակազմի։ Չեմ կարող քեզ հետ չհամաձայնել սիրելիս։ Նրանք իսկապես անցել են բոլոր սահմանները։ Դրա համար առանց վարանելու, շատ արագ պետք է 11-ի A դասարանը ցրել։ Եթե Անուշին չեք ուզում աշխատանքից հեռացնել, լավ, մի քանի ժամ կտանք, թող գա գնա։ Ես Անուշին հանձնարարել եմ, որ իմանա, թե ով է այդ հոտածուկը դրել Մկրտչյանի պայուսակի մեջ։ Եթե գտնի, հեղինակին միայն կպատժեմ, իսկ եթե ոչ, ամբողջ դասարանին։ Երբ հիշում եմ խղճ Ֆարադեի դեմքը, որ հոտածկան զոհեր դարձել, քիչ է մնում գնամ այդ դասարանը մտնեմ ու բղավեմ այդ ապիկարների վրա։ Հասկանում եմ ձեզ Տիկին Լանջունի, թե Ֆարադեյը եւ թե Մկրտչյանը նյութական ու հոգեբանական վնասներ են կրել։ Ու այդ ամեն ինչի մեղավորը երեխաները չեն։ Տիկին Լանջունի, այդ ամեն ինչի մեղավորը Արև Շատյանն է, որովհետեւ Արև Շատյանը դասղեկ է այնքանով, որ ես օրինակ օթաչու։ Մի խոսքով, շնորհակալ եմ սուրճի համար, այս մի քանի օրվա ընթացքում կուտակված լիքը գործեր ունեմ, գնամ, տեսնեմ ինչ եմ անում։ Լիդիա սիրելիս, ես հիանում եմ քո պատասխանատվությամբ, պատրաստակամությամբ, քո էնտուզիազմով։ Ինչ պիտի անեի առանց քեզ։ Չգիտեմ։ Դե, ինչ մեղքս թաքցնեմ, ես այդպիսին եմ։ Դպրոցի բախտը իմ հարցում բերել է։ Ձեր մեջ կա այնպիսի մեկը, որ ունի ազնվություն ու կարա ասի ով է արել ու ինչի համար արել։ Պարոն Շահնազարյան, ախր մենք միշտ էլ պատասխան տվել ենք մեր արարքների համար, բայց այս անգամ ազնվությամբ կապ չունենք այս պատմության հետ։ Դե որ ազնվությամբ ես ասում Միքայել, ես էլ ակնկալում եմ, որ իմ հարցին ազնիվ պատասխան կստանամ։ Հետո վա երկրորդ անգամ գալիս ձեր դասարան ասենց օիններ անում, որ դուք էլ ուրախ լինեք։
Պարոն Շահնազարյան, Միշոն ճիշտ է ասում, մենք իրոք կապ չունենք այս ամենի հետ։ Խոսած։ Երեխեք ուզում եմ հասկանաք, որ եթե հիմա ազնիվ չլինեք ու չասեք ինչա տեղի ունեցել ստեղ, հետո արդեն ուշ է լինելու։ Ֆարադեյը գնալու է տիկին Լանջունու մոտ ու ձեր գլխին հերթական խնդիրներն են ավելանալու։ Համ ձեր, համ տիկին Արևշատյանի։ Պարզամ համար խառնվել իրար։ Իսկ Լանջունին դեռ մտածում է ձեր նախորդ տարածի համար ձեզ ոնց պատժի։ Ախր մայոր Շահնազարյան, անկեղծ էս անգամ մենք կապ չունենք, ոչ անցած ցկան պատմության հետ մենք կապ ունենք, ոչ էլ հիմիկվա։ Ես հիմա ձեզ հետ շփվում եմ ազնիվ, պարզ ու ընկերական։ Ու ակնկալում եմ, որ դուք էլ կլինեք ազնիվ իմ հանդեպ։ Բայց պարզվում է, այլի խաբում եք։ Այս դասարանում խաբելը սովորական երևույթ է։ Պարոն Շահնազարյան, բայց մենք չենք խաբում, իրոք տեղյակ չենք։ Լավ, եկեք մի պահ պատկերացնենք, որ այս ամենը ինչ ինձ եք ասում, կողքից ինչ որ մեկը ձեզ ասում է, դուք կհավատայիք իրանց։ Երևի չէ։ Հիմա հասկանում եք, չէ, ինչ խնդրի առաջ եք կանգնած։ Եթե այս հարցերի պատասխանը չգտնեք, խնդիրներ ունենալու եք մենակ դուք։ Ու սովորեք ձեր արարքների ու ձեր շուրջը տեղի ունեցողի համար պատասխան տակ։ Ֆարադեյ, այս ժամին ես ուր ես գնում, դու դասի չես։ Գնում եմ բուժկետ, գլուխս ցավում է։ Կոշիկները տուրը։ Ինձնից խռովել ու գնացել են։ Ի կոշիկներդ քեզից խռովել է, ինչ ես խոսում այդ տղա։ Հա, այո, քերի Թորոս, վերջերս իմ հագուստները ինձնից շատ են նեղանում ու գնում։ Ֆարադեյ, իսկ կարող է գլխիդ էլի բանը անգե ոչ թե հագուստներդ են մեղավոր։ Գլխիս։ Հա։ Չէ, քերի Թորոս, գլխիս ոչինչ էլ չի ընկել։ Դե ասա խնդրում եմ, ուր են կոշիկներդ։ 11-ի այո։ Հասկացա։ Դե հիմա արագ գնա բուժկետ, քանի ռումբ չի պայթել։ Ինչ ռումբ։ Ատոմային։ Որտեղ։ Դպրոցի տարածաշրջանում, որտեղ։ Մի րոպե, ես ոչինչ չեմ հասկանում, քերի Թորոս ինչ եք խոսում։ Լսի, Լիդիան արդեն դպրոցում է, որ քեզ այսպես տեսավ, Արևշատյանի գլխին օին է խաղալու նորից, իսկ ես վստահ եմ, որ դու դա չես ուզում։ Իհարկե, քերի Թորոս, ես չեմ ուզում, որ իմ շիկահեր կապուտաչի աստվածուհի գեղեցկուհուն ինչ որ բան պատահի, նա խնդիրներ ունենա։ Դե որ այդպես է, կամ արագ միտեղ գնա թաքնվի, կամ կոշիկ հագի, քանի Լիդիան չի եկել։ Այսօր են գնում։ Իմ մասին եք խոսում, հա՞։ Բարև ձեզ, Տիկին Մակարյան, շատ վախեցա, շատ։ Էս ոնց եկա, չտեսա։ Կարևոր չի ոնց եկա, Թորոս, կարևորը եկա։ Ֆարադեյ, ինչ ես թաքնվում ինձնից, ինչ ա պատահել։ Ինչ ես լեզուդ կուլ տվել, կոշիկները դուր են։ Տղա ջան, ինչի լեզուդ կուլ տվեցիր, կոշիկները դուր են։ Ախ, կոշիկներս, ես այսօր այդպես եմ եկել աշխատանքի։ Սենց կշտեղ ա դրել։ Չէ, պարզապես հոգնել էի, կոշիկներս հանել էի, որ ոտքերս հանգստանան։ Այ հանգստից։ Ու որտեղ ես հանել կոշիկներդ։ 11-ի այում։ Լավ, մենք գրում ենք 11-ի A, կոշիկներիդ հետևից առաջին կին։ Ախ, Տիկին Լիդիա, գլուխս ցավում է, ես գնամ բուժկետ, հետո կգամ դասարան։ Ֆարադեյ։ Այո։ Դու կգնաս այնտեղ, ուր ես կասեմ, առաջին կին։ Դասարան։ Չգիտեմ, երեխեք, այս ամեն ինչ շատ տարօրինակ ա թվում։ Ինձ էլ։
Մարդը չգիտի ինչ մտածի ու կասկածի կամ չկասկածի։ Բոլորն ասում են, որ ոչնչից տեղյակ չեն, բայց այդ ամեն ինչը հո ինքն իրեն չի լինում։ Հաստատ։ Ես էլ եմ էլի հենց այդ եմ ասում, Շուշ ջան։ Այսքան ժամանակ մենք դասատուների գլխին ինչ օրին ասես խաղացել ենք, բայց ոչ մեկից թաքուն չի պահի այդ ամեն ինչը։ Հենց տարօրինակն է նա, որ թաքցնում է այդ անողը։ Ուրեմն այդ նշանակում է, որ մեր հանդեպ ուզեցել են վատ բան անել։ Ու այդքան ավելի շատ մեծ չէ, ինչքան որ Միշոին։ Բայց ինչի հենց Միշոին։ Դե չգիտեմ, մար, ուղղակի ենթադրություններ են, կամ սխալ են կամ ճիշտ։ Բայց այն ինչ որ լինում է, մտածում եմ, որ հաստատ Միշոյի վնաս տալու համար են անում։ Հա, բայց ինչի համար դավս։ Որովհետև այդ անողը մտածում է, որ եթե ոչ մեկ չխոստովանի, հաստատ Միշոն իր վրա կվերցնի, եթե լանջունու մոտ ինչ-որ թեմա դառնա։ Շուշ ջան, խնդրում եմ էլի, ինձ սարքեցիք բարի կամքի դեսպան։ Միշ իսկ կարող է դասարանում կա մեկը, ում քո ներկայությունը այդքան էլ հաճելի չի։ Բայց ում պետք է Միշոյի ներկայությունը խանգարի։ Դե Մարջան, օրինակ Տիկոին։ Հիմա ինքը ճիշտ է ձևացնում է, որ Միշո այդ ամեն ինչ լավ է, բայց հո այդ ամեն ինչը տենց չի։ Տիկոն տենց բան չէր կարող անել, իսկ եթե աներ էլ հաստատ կխոստովաներ։ Ախր Նարջան, մենք Տիկոին ավելի շատ ենք ճանաչում, քան դու։ Ինչքան որ ճանաչում եմ, ինձ լրիվ հերիք է, որ հիմա թույլ չտամ իր բացակայության ընթացքում ցեղ շպրտեք իր վրա։ Նարջան, բայց մենք ցեղ չենք շպրտում։ Դավոն այս սկզբից էլ ասաց, որ իր ասացները ուղակի ենթադրություններ են։ Ես էլ ասում եմ, որ եթե բան ունեք ասելու, Տիկոյի ներկայությամբ խոսացեք։ Ես համոզված եմ, որ ինքը ձեր այս ուղակի կասկածները շատ արագ ու հիմնավոր կցրի։ Հələ մի րոպե էլի երեխեք։ Արաչան, ուզում եմ հասկանամ ինչի ես դու տենց կպած Տիկոյի պաշտպանում։ Մենք մեր մեջ Տիկոյից խոսում ենք ընդհանրապես, բացի այդ էլ նշի, այդ իմ աշկի լուսնա։ Ես համոզված չեմ, որ Տիկոն տենց բան կաներ։ Դու համոզված չես, ես եմ համոզված, որովհետև Տիկոն շատ ավելի վատ բաներ է արել։ Նենց որ եթե չգիտես, նես մեծ մի խոսա։ Նարե ջան, Տիկոն ու Միշոն վաղուց են իրար հետ լարված հարաբերությունների մեջ։ Ես իրենց հարաբերությունների մասին լավ գիտեմ։ Ասածս մի բան է, որ եթե ինչ-որ կասկածներ ունեք, լավ կլինի Տիկոյի հետ խոսակ։ Լավ չի մարդուն առանց փաստերի մեղադրել։ Նարե ջան, ես ճիշտ եմ հասկանում, դու մեզնից Տիկոյին ես պաշտպանում։ Լավ երեխեք, մի րոպե, ինչը լրջին տվե։ Ասում խոսում ենք էլի։ Հենց այս ամեն ինչի մեջ էլի մարդ կա, որ ես իրան եմ կասկածում։ Օրինակ Ռեբեկան։ Լավ էլի դավ։ Դավ ջան, ձերս առում Ռեբեկան ինչ կարար աներ։ Ես լրիվ լուրջ եմ ասում։ Ինքը այսօր չկար ֆիզկուլտուրային մեր հետ։ Երկրորդ դասից եկավ։ Ու մինչև մեր գնալը շատ հանգիստ կարար այդ սոսինձը լցներ հատակին։ Դավ խնդրում եմ մի գերա գնահատի Ռեբեկային, հաստատ իր մտքով տենց բան չէր անցնի։ Դե ինչ ասեմ, ուրեմն մնում են դպրոցի ուրվականները։ Դե կամ էլ ուրիշ դասարանից ինչ-որ մեկն է իսկականից։ Ուրիշ դասարանցում ինչ էր պետք մարս։ Դե միշտ չգիտեմ, օրինակ հենց Գևորիկը իրա հետ էիք չէ թեմաների մեջ։ Դե հա, Գևորիկի հետ էինք այդ թեմաների մեջ, բայց իրան այդտեղ պաշտպանել ենք, օգնել ենք, ինչի պետք է մեզ ուզեներ վատություն աներ։ Ես էլ չեմ հասկանում, ում համար, ինչի համար է պետք է ամեն ինչը։ Ստեղ հաստատ մի բան են չի։ Կխմեք մի բաներ։ Ոայ, ինչ լավ արեցի, որ եկար Նախշոն ջան։ Ես էլ գործերս վերջացրեցի, մտածեցի խոտաբույսով թեյ դնեմ, ու հանգիստ վայելեմ։ Բա հո մենակ չէի թողելու քեզ։ Նույնիսկ մտքովդ չանցկացնես։ Իդա, ոնց որ տեսքը տեղն է, տրամադրությունդ բարձր, մաշկիդ գույնը լավ, ինչ ա եղել։ Երեկվանից հետո լավ եմ։ Դե երեկոյան մի քիչ էլ վատացա, հետո Անուշը դեղը բերեց խմեցի ու լավացա։ Որ հեռախոսով ասեցիր, թե ինչ ա եղել, ես էլ նենց ջղայնացա, ճնշումս բարձրացավ։ Իդա, պատկերացնում եմ, որ դրա հիմարությունները լսելուց հետո ոնց ես ջղայնացել։ Հա, բա ոնց։ Ուֆ, դե գիտես ինչ, այդ վիրախոսքերից չվատացա, ուղղակի որ տեսա լաչառկին, մտածեցի, որ Վանին Անուշի ձեռքից կտանի։ Այ հենց այդ մտքից էլ վատացա։ Իսկ դու Անուշին ասել ես, ինչից ես վատացել։ Հա, բա ոնց։
Լավ էլ ասել եմ։ Ու իմ նման երևի վատացավ չէ ծիծաղից։ Ոչ։ Մռութները հավաքել նստելա։ Լսի, իմ աղջիկը իր լավն ու վատը չի հասկանում։ Ասում եմ, այ Անուշ ջան, մի բան ձեռնարկի, վանին ձեռքիցդ կտանեն։ Հեչ վեճը չի, ես էլ չգիտեմ ինչ անեմ, ոնց անեմ, այն աշուն, որ Անուշի երջանկությունը ձեռքից չտանեն։ Լավ, ինչ գնամ թե բերեմ։ Խմենք։ Գնանք Իդա ջան, այ ընկերուհի չգիտեի, որ հումորի զգացում ունես։ Հիմի հա հիշելու եմ ծիծաղը։ Սրտով ես գնա, հա։ Հրաշք փեսուս ձեռքիցս տանում են, դու էլ ծիծաղում ես, ահա։ Գնացինք։ Կին Արամշանցյան։ Ուր ես Անուշ։ Մի ժամից ավել է զանգում եմ, չես պատասխանում։ Հեռախոսս ուսուցչանոցում էի թողել։ Երեխաներին էլ գրավոր էի տվել, մի քիչ ուշ վերջացրին։ Ինչ է պատահել։ Անկարգներդ ոնց որ էլի ինչ-որ պատմության մեջ են ընկել։ Ընկել թե կազմակերպել։ Դե չգիտեմ, իրանց ասելով, իրանցից ոչ մեկ Ֆարադեի կոշիկների տակ հատակին սոսինց չի քսել։ Էլի Ֆարադեի։ Հիմա էլ սոսինց։ Ես արդեն կգժվեմ։ Չէ, պետք չի Անուշս։ Ու դե երեխեքդ էլ ասում են, որ իրանք այս պատմությունից տեղյակ չեն։ Ես արդեն իսկապես չգիտեմ ինչ մտածել։ Իրոք կապ չունեն, թե պարզապես չեն խոստովանում։ Չգիտեմ, բայց մի տեսակ իմ զգացողություն է, որ այս անգամ իրանք կապ չունեն։ Չգիտեմ, տենց զգացողություն կա։ Բայց ամեն դեպքում ինչ որ մեկն այդ ամենը կազմակերպում է, չէ՞։ Դե հարգինակ հետները խոսենք, ընթացքում էլ կհասկանանք ինչն ինչոց է ու ինչ ենք անում։ Չէ, ավելի լավ է դու գնա դասը, ես կգնամ երեխաների հետ կխոսեմ։ Հաստատ։ Այո։ Օ, խնդրես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ հետաքրքիր է։ Ինչն է այդքան զվարճալի։ Բերաններդ եք բացել։ Դիկինից եղակի որ մտանք դասարան պարոն Ֆարադեի ծաղկաման։ Շատ անսպասելի է։ Դուք դեռ ծիծաղելու տրամադրություն ունեք, հա? Ոչինչ։ Շուտով տրամադրություն չեք ունենա, որովհետև պատրաստվելու եք ամենախիստ պատժամիջոցների։ Դուք թույլատրելի եւ նաեւ անթույլատրելի բոլոր սահմանները անցել եք արդեն։ Բարև ձեզ։ Նստեք երեխաներ։ Վայ Իդա ջան, այս ինչ համով է։ Իմ ֆիրմայինն է, բայելիր։ Իդա, ինչ խոտաբույս ես մեջ ավելացրել, որ սենց համով ա եղել։ Այ, այդ մեկը չեմ ասի։ Այս թեի բաղադրատոմսը Իդայի գախնիկն է։ Լավ, ոնց կասես։ Ուրեմն դու պարտավորվում ես, որ ես ինչքան գամ քո տուն, ինձ մենակ այս չայից տաս։ Իդայի գախնիկով չայը։ Իհարկե։ Նախշուն ջան, ուզում եմ քեզ մի բան խնդրեմ։ Ասա։ Վանը Անուշից 2 օրով քաղաքից դուրս հանգիստ է հրավիրել։ Ուզում եմ մի օր շուտ գաս, փախլավա թխենք, գիտես չէ, բանը փախլավա շատ է սիրում։ Կթխենք, կդնենք հետները, կտանեն։ Ինձ թվում է Վանը շատ գոհ կլինի։ Ոնց ասես Իդա ջան, կգամ, համ փախլավա կթխենք, համ էլ ուրիշ մի բան։ Օրը գիտես երբ են գնալու։ Այ, ոչ։ Դեռ հայտնի չի։ Անուշս չեմ ու չում անում։ Դեռ չի որոշել, գնալու է, թե չէ։ Շատ էլ լավ կանեն, որ քինան։ Թե չէ, այդ ինչա դրանց կյանքը։ Տուն դպրոց, թող իրար լավ ճանաչեն։ Այ, մենակ դա չի Նախշուն ջան։ Մեկ-մեկ էլ պիոներների նման այգում զբոսնում են։
Իդա ջան, համոզի թող քինան։ Հա, գիտես չեմ խոսել հետը, հա։ Այնքան եմ խոսում, ամեն ինչ էլ ասում եմ։ Մեկ-մեկ ինձանից նեղանում է Անուշը, բայց ոչինչ, ես արդեն ուշադրություն չեմ դարձնում, իմ ասածը ասում եմ։ Վերջ։ Հա, Իդա ջան, դու անպայման ասա, դու ախր քո աղջկա համար ես մտածում։ Իրա մասին մտածելը մեղմ ես ասում։ Ես ամբողջ օր մենակ դրանով եմ զբաղված։ Ես էլ ուրիշ ոչ մի բանի մասին չեմ կարող մտածել, Նախշոն ջան։ Ես ուզում եմ, որ իմ երեխես երջանիկ լինի։ Սաղ ծնողներն էլ են ուզում։ Հա, բայց ինչ վատ կլինի։ Ջահել կին է, ուզում եմ ամուսնանա, ընտանիք ստեղծի, նորից մայրանա։ Ինչ վատ կլինի Մարիս քույր կամ եղբայր ունենա։ Դե հա, մեկը արդեն կա, էդ էլ կլինի երկրորդը։ Մենք կներես, բայց ալիքները մի խառնի։ Ալո, լսում եմ։ Թորոս, ես իմալ եմ էտի բաց թողել։ Որ չուշանայիր, դու էլ կտեսնեիր Ֆարադեին։ Ասում ես ոտա պոպիկիր, գունավոր նոսկիներով։ Հա, տեսնելու բաներ, կինո։ Ես կմեռնեմ։ Սիմոնյան, էդ դու ես։ Ես մեռա։ Մտածել եք, թե այս անգամ ոնց եք դուրս գալու այս պատմության տակից։ Որքան կարելի է այդ մարդուն նման անհարմար վիճակի մեջ դնել։ Տիկին Արաշացյան, բայց իզուր մեզ չեք հավատում, մենք իրոք այս անգամ կապ չունենք ոչ մի բանի հետ։ Ոնց կարելի քեզ երկու անգամ կորցնեի, ոնց։ Մի անգամ հիմարի պես քո գողության մասին չիմանալով կորցրի։ Մյուս անգամ էլ իմ ստորու ագահ լինելու պատճառով։ Մաման ո՞նց է։ Եթե լավ չի, այսօր գամ տեսիցը։ Ու ես որպես փոխտնօրեն իրավունք ունեմ գտնել մեղավորին եւ պատժել։ Տիկին Մակարյան, ես իհարկե հասկանում եմ ձեր մողումը, բայց պետք է խնդրեմ այս պահին լքեք դասարանը։ Իսկ ինչա պետք անել դրա համար։ Առանձնապես ոչ մի բան։ Հիմա դուք ինձ ասեք ձեր քարտի վրայի թվերը կհամեմատենք մեր մոտ եղածի հետ։ Իսկ դուք իմ քարտի վրայի թվերը չունեք։ Ունենք։ Համոզված լինելու համար անվտանգությունից ելնելով պետք է ստուգենք։ Վայ տիկին Լանջունի դեռ կհասցնեք նվաղել։ Դուք չեք պատկերացնում ինչա կատարվում այս դպրոցում։ Այդ դու չես պատկերացնում, թե ինչ է կատարում։ Դու գիտես, այս աֆերիստը թե ինչ օյն է խաղացել մեր գլխին։ Բարեգամյանը, ես ամեն սունակը։ Նա հիմա սրա ժամանակը չի, դուք գիտեք 11-ի այում ինչա կատարվում։ Լիդիա, նա Բարեգամյանը չի, նա Սիմոնյանն է։